Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացած մանդատից հրաժարված պատգամավոր թեկնածուների գրանցումը ուժը կորսաճանաչելու մասին հարցը եւ երկրորդ հարցը ազգային ժողովի պատգամավոր գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում։ Մինչև օրակարգի նախագծի քննարկումը արձանագրման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին 7 անդամներից մասնակցում են 5-ը, Տիկին Տերչանյանը եւ պարոն Կարապետյանը հարգելի բացականներ են, իրենք այս պահին գտնվում են արձակուրդում, իրենց հերթական արձակուրդում են գտնվում եւ ըստ այդ օրակարգի նախագծի հետ կապված հարցեր կան, հարգելի գործընկերներ, չկան։ Այդ դեպքում օրակարգի նախագիծը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ օրակարգի նախագիծը հաստատելու։ Կողմ 5 օրակարգի նախագիծը հաստատված է առաջին հարցով զեկուցողը Տիկին Գրիգորյանն է, Տիկին Գրիգորյան համեցեք։ Շնորհակալություն պարոն Հովակիմյան, հարգելի հանձնաժողով։ Պարոն Բաբայան, լրեք, պարոն Բաբայան, դուք հիմի, պարոն Բաբայան, դուք իրավունք չունեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում առանց նախագահուղի թույլտվության խոսելու եւ եթե դուք այդ կարգը չպահպանեք, ապա ես ձեզ ուղղակի իրազեկեմ, որպեսզի դուք Պարոն Բաբայան, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգ ընդունելու մասին որոշմամբ այս որոշումը ընդունվել է անցած տարի 28 մարտի 2025 թվականին հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն նիստի աշխատանքներին խանգարող նիստին ներկա գտնվող անձին կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի ակնագրային որոշմամբ նիստերի դահլիճից հեռացնելու։ Սա ես ձեզ ուղղակի իրազեկում եմ, որպեսզի դուք որպես պատգամավորի թեկնածու հրավիրված Սեմյոն Բաբայանը դուք այստեղ գտնվում եք որպես պատգամավորի թեկնածու։ Եթե դուք շարունակեք ձեր լիազորությունները գերազանցել եւ նիստը խանգարել, ապա ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին կառաջարկեմ արձանագրային որոշում ընդունել ձեզ հեռացնելու մասին։ Վերջ։ Ոչ այլևս, ոչ պարոն Բաբայան, լրեք, պարոն Բաբայան, լրեք։ Պարոն Բաբայան, դուք այս նիստում միջնորդություն ներկայացնելու իրավունք չունեք։ Այս նիստում վարչական բարի չի իրականացում։ Այս նիստում ձեր դիմում բողոքները, այսպես ասենք, օրը մի քանի հատ ներկայացող կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այս նիստում նման դիմում բողոք չի քննարկում։ Այս նիստում քննարկում է ձեր որպես պատգամավորի թեկնածու երկու ինքնաբացարկները, չէ։ 4 ինքնաբացարկների դիմումները։ Եվ վերջ։